Բարև ձեզ բարեկամներ, կարծիքների, անակնկալների եւ իհարկե փաստերի հերոստալիքը ակտիվին նորից եթերում է եւ մենք այսօր տաղավար ենք հրավիրել լսելու մի անձնավորության, ում դուք քաջածանոթ եք։ Խոսքս մեր ճանաչված փաստաբան Լևոն Բաղդասարյանի մասին է, ով դուք կուսակցության նախընտրական շտաբի պետն է։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարև ձեզ։ Ընտրությունները ավարտվեցին, բայց դուք կուսակցությունը եւ եւս 6 քաղաքական ուժեր դիմել են համանդրական դատարան ընտրությունների արդյունքները, ինչպես ասում են, դերանայելու, անգամ չհարկելու համար։ Ինչ կասեք այս կապակցությամբ։ Իրավամբ ընտրությունները ավարտվեցին։ Ընտրությունները ավարտվեցին եւ արձանագրեն որպես պրակտիկ իրավապաշտպան եզակի ընտրություններ, որտեղ ԱԺ անցած բոլոր քաղաքական ուժերը արձանագրում են, բարձրաձայնում են, որ ընտրությունները անցել են կեղծիքներով։ Նման բան երբևիցե չի եղել։ Նախկինում մենք ունեցել ենք քաղաքական ուժը անցել է, ասել է հաղթել եմ, այլ քաղաքական ուժ ասել է չես հաղթել, ընտրությունները կեղծ են, իսկ այս ընտրություններում անցան 3 քաղաքական ուժ եւ 3-ն էլ բարձրաձայնում են, որ ընտրությունները կեղծված են։ Ասեմ, որ 3-ն էլ ճիշտ են։ Ուղղակի մի տարբերությամբ միմյանց են մեղադրում, ասենք մի քաղաքական ուժը մեղադրում է, որ վարչական ռեսուրս է կիրառվել, մյուս քաղաքական ուժը, իշխանական քաղաքական ուժի դեմս ԿՊ-ի արձանագրում է, որ ընտրակեղծիքներ են, ովքեր ինչ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Այո, երկուստ էլ ճիշտ են, ուղղակի ի տարբերություն այդ քաղաքական ուժերի, ովքեր դիմել են համանդրական դատարան, դոկ կուսակցությունը եւս վիճարկում է ընտրությունների արդյունքները, բայց հիմքում դնում է եւ վարչական ռեսուրսը եւ դնում է ընտրակաշառքը։ Ամփոփելով նշեմ, որ նման ընտրություններով ըստ էության ազգային ժողով անցան եւ նախկինները եւ ներկաները։ Եթե հիշում եք դուք, նախընտրական քարոզարշավի ժամանակ եզակի քաղաքական ուժ էր դոկ կուսակցությունը, ով ասում էր ոչ նախկիններին, ոչ ներկաներին։ Ցավոք, վարչական ռեսուրսը եւ ընտրակաշառքները բերեց նրան, որ ազգային ժողով անցան նախկինները, ներկաները եւ օլիգարխիան։ Ունենք այն ինչ որ ունենք։ Ճիշտ նկատեցիք, համանդրական դատարանում նաեւ քննում է դոկ կուսակցության դիմումը, ով եւս վիճարկում է եւ ասում է, որ վարչական ռեսուրսը եւ ընտրակաշառքը ազդեցին ընտրությունների արդյունքների վրա, էական ազդեցություն թողեցին եւ արդյունքում ազգային ժողով անցան նախկինները եւ ներկաները եւ օլիգարխիան։ Ցավոք, դոկ կուսակցության ձայներն այս խայտառակ նախընտրական քարոզարշավի եւ ընտրության արդյունքում փոշիացվեցին եւ ըստ էության մենք ունենք հետեւյալ պատկերը։ Իրավական հարթությունն այսօր պայքարել ենք մինչև վերջ, դոկ կուսակցությունը, ասում եմ անձամբ իմ եւ պարոն Ղուկասյանի անունից, տեր է կանգնել եւ տեր է կանգնելու իր ձայներին եւ ըստ էության հասնելու ենք նրան, որպեսզի ընտրողի ձայնը չվաճառվի։ Ցավոք սրտի նաեւ արձանագրենք, որ մեր հայ ընտրողների մոտ այնպիսի մշակույթ է ձևավորված, որ եթե ընտրություն, ապա պետք է լինի փող։ Դուք տեսեք, պետական լիազոր մարմինները ինչ հայտարարություններով հանդես եկան, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեն, թե ինչ ձևի հանցագործ խմբեր ձևավորվեցին եւ ինչ, այսպես ասած, փողերի տասովկա էր գնում բոլոր բացական հետևանքներով։ Այո, այստեղ ընտրողը եւս պետք է կարողանա գիտակցի, որ 100 կարծես թե ստավկեքը բարձացել էին այս ընտրություններին 100,000, 150,000, 200,000 տարբեր բաներ են ասում, հա, եւ պետք է գիտակցի, որ 100,000 գումար վերցնելուց հետո նա թող մոռանա, որ առաջիկա 5 տարին պետք է թոշակ բարձրանա, պետք է մոռանա, որ պետք է հարկային քաղաքականություն փոխվի, ինչու, որովհետեւ այն անձը, որ փող է տալիս, նա այդ փողը տալիս է, որպեսզի տասնապատիկ, որպեսզի կարողանա հետ վերցնել։ Ի հաշիվ ում, ի հաշիվ թոշակառուի, ի հաշիվ բիզնեսմենի, ի հաշիվ օրինապաշտ քաղաքացու։ Նաև վարչական ռեսուրսը եւս կիրառվեց։ Ես
Ազնիվ լինեմ ասեմ պարոն Հոշյան, որ վարչական ռեսուրս միշտ էլ կիրառվել է նախորդ դարի 90-ականներից մինչև հիմա տոտալ ձևի վարչական ռեսուրս է կիրառվել, բայց այսօրվա իշխանությունը կարծում եմ ուներ պոզիտիվ պարտավորություն, ինչպես հսկողություն սահմանելու, որպեսզի ընտրակաշարք հասկացողությունը հասցվեր մինիմումի, այնպես էլ ինչու՞ չէ նաև վարչական ռեսուրսի գոնե մինիմալ կիրառում պետք է լիներ։ Ինչևից է լիահույս եմ, որ Սահմանադրական դատանը կտա գնահատականը եւ իրավամբ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում լինեն նոր ընտրություններ։ Պարոն Բաղդասարյան, մենք հասուն մարդիկ ենք ձեզ հետ, բայց զարմանալի է, արդյոք հավատում ենք արդար, ազատ ընտրությունների եւ արդյոք դա հնարավոր է այսօր Հայաստանում։ Այո, ես հավատում եմ, չնայած դա թվում է բանի դաշտից, հեքիաթի հրաշքի դաշտից է թվում։ Ես փոքր էքսկուրս անեմ, երբ 2001 թվականից մտա ես իրավապաշտպան հարթություն, պարոն Հոշյան, եւ անձանց, այսպես ասած, խախտված իրավունքներն էի փորձում վերականգնել տարբեր ատյաններում դատական, չներկայացնեմ այն բոլոր հնչեղ գործերը, որ ասենք հանրությունը գիտի, դուք էլ լավ գիտեք, սկսած A1+-ի եթերազրկումից վերջացած մինչև մեր օրերը, մարդիկ չեն հավատում եւ ասում են, չես կարող դու փոխել մի բան, երբ գործում է փողոցի արդարադատություն, ընտրովի արդարադատություն, երբ գործում է սրա իշխանությունը, նրա նախագահությամբ եւ այլն, եւ բացառապես ինքս հայտնի դառա, երբ իրավական հարթության վրա իհարկե իմ առողջության, իմ հեղինակության հաշվին եւ կարողացա ստեղծել իրավական նախադեպեր։ Այս քաղաքական հարթակում եւս հավատում եմ։ Այո, մենք այլ ճանապարհ չունենք գնալու, բացառապես մենք պետքա կարողանանք, եթե ցանկանում ենք արժանապատիվ ապրենք, պետքա սկսենք առաջինը մեզանից եւ պետքա սկսենք հենց ընտրություններից։ Նայեք նախընտրական քարոզարշավի ժամանակ դոկուսակցությունը հայտարարեց, որ օրենքի դիկտատուրայի ուժով բացառապես հնարավոր է այս երկրում աֆգան ախորները, այսպես ասած, մաքրել, իսկ այս 30 տարվա մեջ դա ահագին հավաքվել է, եւ մենք սկսեցինք մեզանից։ Դուք տեսեք մեր նախընտրական քարոզարշավը ինչ ֆորմատով արեցինք եւ տեսեք թե ԱԺ անցած քաղաքական ուժերը ինչ արեցին, նույնիսկ չկրկնվեմ։ Այո, ես հավատում եմ եւ այս ընտրությունների ժամանակ ինքս դրեցի իմ առողջությունը, իմ հեղինակությունը եւ այն ժողովրդական խոսքը, որ կա, որ ասում է հաղթողն է, որ պետք է խնդա այսօր այսպես ասած խնդում են այն ուժերը, ովքեր մեղմ ասած անարդար ձևով մտան ազգային ժողով, բայց դա ժամանակավոր է եւ այո մշակույթ է դրվելու այս երկրում, որ ընտրողի ձայնը չի կարելի վաճառել։ Այդ սկզբունքով ես ավելի քան լիահույս եմ, Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ մենք դեռ ասելիք չունենք։ Եվ ամփոփեմ միտքս, դոկուսակցությանը չի կարելի կատակել։ Մեր ձայները, 100,000-ավոր ձայները, տարավ վարչական ռեսուրսը, դոկուսակցության 100,000-ավոր ձայները տարավ ընտրակաշառքը։ Մենք հասնելու ենք դրան եւ յուրաքանչյուրը պատասխանատվության է ենթարկվելու իր արածի եւ չարածի համար։ Հիշատակեցիք Վարդան Ղուկասյանի անունը, իդեպ այսօր ինչ կապ կա դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ եւ շատրին հետաքրում այն հարցը, թե վերջապես երբ են նրան տեսնելու ազատության մեջ։ Շատ լավ հարց տվեցիք, նայեք, եկեք արձանագրենք, որ Վարդան Ղուկասյանը եւս իր առողջության ավելին իր ազատության հաշվին պայքարի դուրս եկավ։ Վարդան Ղուկասյանը այն անձն էր, որ գտնվելով Միացյալ Նահանգներում բավականին բարվոք վիճակում կարող էր իր կենցաղը ապահովել եւ ապրել, վերջի մարդը չէր այս երկրում, բայց Վարդան Ղուկասյանը ընտրեց այլ ճանապարհը, խոտոր ճանապարհը ընտրեց։ Վարդան Ղուկասյանը հայտ ներկայացրեց լինելու այն սանիտարը, որը որ քիչ առաջ ասեցի, պետք է մաքրի այս աֆգան ախորները։ Եվ դա արդյունքում հանիրավի առանց քրեական մեղադրանքի, վարչական կալանքի անվան տակ գտնվում է այսօր բանտում։ Բայց ոչ մի բան հավերժ չի, դա ժամանակավոր է եւ այո, սարերի ետևում չի, երբ Վարդան Ղուկասյանը հայտնվելու ազատության մեջ եւ ինչպես ինքն է ասում,
էլ նախքին Վարդան Ղուկասյանին դուք երանի եք տալու։ Այո, հայտը ներկայացված է, իմ ու պարոն Վարդան Ղուկասյանի տանդեմը ներկայացրել է հետևյալ լուծելու հետևյալ խնդիրը։ Օրենքի դիկտատուրայի ուժով մենք ստեղծելու ենք արևային Հայաստան։ Դե ես իհարկե ուրախ եմ, որ դուք հավատում եք այդ Հայաստանի, ինչպես ասում են, գոյատևմանը եւ այս առումով իհարկե դուք քաջ գիտակցում եք, թե ինչ խոչընդոտների առջև եք կանգնած։ Խոչընդոտները նրա համար են, որ հաղթարեն, փորձությունները նրա համար են, որ մարդիկ ավելի հզոր կարողանան դուրս գան։ Եվ Աստծո զորությամբ գալու են օրը, երբ ընտրությունը լինելու է ընտրություն, երբ արժանավորը անցնելու է եւ երրորդ երկրները պետք է տեսնեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իշխանություն առաջինը սկսում է Իրանից, իրենից է սկսում, որից հետո արդեն հաշվի կնստեն արժանապատիվ քաղաքացու, արժանապատիվ պետության, արժանապատիվ իշխանավորի հետ։ Ես հավատում եմ դրան։ Եվ իհարկե նորից եմ ուզում կրկնել վերջին հարցս, այնուամենայնիվ մենք երբ կարող ենք Վարդան Ղուկասյանին տեսնել լիարժեք այսպես ազատության մեջ։ Ես այդ հարցին պատասխանում եմ հետևյալ կերպ, պարոն Ղուկասյան, ցավոք կոնկրետ օր չեմ կարող ասել, բայց որ այն սարերի ետևում չի արդեն արձանագրում են ոչ թե շտաբպետ, այլ Վարդան Ղուկասյանի իրավապաշտպան, փաստաբան, վստահեցնում եմ, դա սարերի ետևում չէ։ Շուտով մենք կտեսնենք Վարդան Ղուկասյանին ազատության մեջ, դոկ կուսակցությունը առաջնորդելով մենք ունենալու ենք արևային Հայաստան։ Հավատացեք, ես ինքս դրան հավատում եմ։ Հիմա շատ ունկնդիրներ կասեն, այս հրաշքի դաշտից, այս ինչ ռոմանտիկ բան է ասում, բայց բոլոր լավ բաները սկսվում են հրաշքի դաշտով եւ ռոմանտիզմով։ Վստահեցնում եմ, դա սարերի ետևում չէ, երբ ունենալու ենք մենք եւ նորմալ ընտրություն, եւ քաղաքացին գալու են գիտակցության, որ ձայն վաճառել չի կարելի։ Այնուամենայնիվ դուք իհարկե շատ ռոմանտիկ մարդ եք, որ հավատացել եք արդարությանը եւ գնացիք այս ընտրությանը, ինչպես ինքներդ ասեցիք, դնելով ձեր հեղինակությունը, կորցնելով ձեր առողջությունը։ Բայց ես հասկացա մեր զրույցից, որ ձեր եւ Վարդան Ղուկասյանի տանդեմը առաջիկայում եւս շատ էսպես համագործակցելու լուրջ միտումներով գնալու է առաջ։ Միանշանակ ես ցանկանում եմ արձանագրեմ, որ այն ավելի է ամրացել, ավելի է ուժեղացել եւ ես ավելի խորին հարգանքով եմ վերաբերում մի մարդու, ով հնարավորություն ուներ որոշակի խաղի կանոնով դուրս գալու ազատության, դա առանձին թեմա է, առիթ լինի ավելի մանրամասն խոսեմ, եւ հրաժարվեց, որպեսզի չդառնա այս կամ այն պետության ֆորպոստիկ, այս կամ այն պետության կամակատարը, եւ այսօր արդեն են վերջնական այսպես ֆինիշային հարթության վրա դուք տեսնեք Վարդան Ղուկասյանին ազատության մեջ փոխող բոլոր դրական հետևանքներով։ Ավելին ամփոփ եմ միտքս, պարոն Ղուկասյան, իրավունքը մեր համար գիտությունա բարու եւ արդարի մասին, եւ Աստծո ուժով մենք հասնելու ենք դրան։ Մենք կարծում եմ պետությունը, ազգը, հայությունը վաստակել այն իրավունքը, պետքա վաստակի ավել, միասնական պետքա մենք դա անենք, որպեսզի իրենից հարկադրաբար խլված արժանապատվությունը կարողանանք ետ բերենք եւ բացառապես ետ ենք բերելու միասնական ուժերով։ Ոչ մեկի մտքով չանցնի, որ ինչ որ մեկը անած ինքնուրույն կարող է ինչ որ բան անի։ Մեր հենց գաղափարախոսությունը դա է բացառապես միասնական ուժերով։ Բացառապես միասնական ուժերով բացառությամբ նախկիների, ներկաների, բայց նախկիների ներկաների հետ կապված եւս վերապահում ա եղել, որ ես բարձրաձայնել եմ։ Քանի իրենց մեղքը չեն խոստովանել, քանի չեն ընդունել իրենց սխալները այս տասնյակ տարիների, իրենք մեր այդ ճանապարհ գնալու չունեն։ Կընդունեն, կլինի նորմալ արդարադատություն, ոչ փողոցի արդարադատություն։ Դրանից հետո բոլորը մեր եղբայրներ եւ քույրերն են։ Ես հավատում եմ արևային Հայաստանի գոյությանը եւ հասնել են դրան։ Այսօր ընդդիմության առաջնորդները առաջարկում են միավորվել, մեկ անգամ եւս փորձել ինչ որ բան շտկելու։ Հավատում եք, որ դա հնարավոր է։ Պարոն Ղուկասյան, ում հետ միավորվել։ Միավորվել այն քաղաքական ուժի հետ, ով ընտրակաշառք բաժանելով մտել է ազգային ժողով, մենք իրենց այդ ճանապարհ չունենք գնալու։ Եվ որքան կարելի է, որպեսզի կարողանա յուրաքանչյուրը գիտակցի
ընտրակաշարք բաժանելուց հետո մոռացիր, որ Հայաստանը պետքա զարգանա, այդ անտեր փող տվողը 10 անգամ պետքա հետ վերցնի։ Հետա վերցնում թոշակառույց, հետա վերցնում բիզնեսմենից, վերջի հաշվով հետա վերցնում օրինապաշտ քաղաքացուց։ Դուք օրինապաշտ քաղաքացի եք, ինձ համար հեղինակություն եք, դուք լավ եք այսօր ապրում։ Ու նայեք ձեր շրջապատում, տեսեք այդ որ օրինապաշտ քաղաքացին այսօր լավ ապրում։ Ստիպում են, պարտադրում են, կամ գնա կպի պետության իշխանական կերակրատաշտից, կամ էլ գնա կպի այդ այսպես ասած զորբաների կամ չգիտեմ փողոցայինների ինստիտուտից եւ այլն։ Մենք ինչ տեսանք այսօր։ Մենք այսօր տեսանք տոտալ ընտրակաշարք բաժանում։ Մենք այսօր տեսանք տոտալ վարչական ռեսուրսի կիրառում։ Արդյոք քաղաքացին Հայաստանի դա է ուզում, արդյոք հայ մարդը դա է ուզում։ Դու գիտեք ինչ ծանր բան է, երբ դու գնում ես մաքուր ձեռներով ազնիվ խաղում ես եւ դիմացինդ գոտկատեղից ներքև է հարվածում, բայց դա ժամանակավոր է։ Դա ժամանակավոր է, ես նորից եմ ասում, դոկուսակցության հետ չի կարելի կատակել։ Մենք տեր ենք մեր ձայներին եւ մեր ձայները ետ ենք բերելու։ Եղավ, պարոն Բաղդասարյան, շնորհակալություն, որ եկաք, սպասենք, թե ինչով կավարտվի այն քննարկումները Սահմանադրական դատարանում եւ մեկ անգամ էլ առիթ կլինի հիմնովին ամփոփել եւ ընտրությունները եւ այս ստեղծված իրավիճակը։ Շնորհակալություն, որ եկաք։ Ես եւս շնորհակալ եմ։ Շերի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել ենք մեր ճանաչված փաստաբաններից մեկին, դոկ կուսակցության նախընտրական շտաբի պետ Լևոն Բաղդասարյանին։ Այսօր այսքանը, ցտեսություն։